Hello-Bit Հայաստանը ամբողջությամբ փոխեց իմ առևտուրը, բոտը ամեն ինչ պարզեցնում է եւ ապահովում է կայուն շահույթ։ Սկզբում կասկածում էի Hello-Bit Հայաստանին, բայց մի քանի շաբաթների ընթացքում զգացի արդյունքների զգալի բարելավում եւ եկամուտների աճ։ Փորձել եմ առևտրային տարբեր բոտեր, սակայն Hello-Bit-ը առանձնանում է։ Շնորհիվ ժամանակակից ալգորիթմների եւ շուկայի արագ վերլուծության հնարավոր է առևտուր անել շահույթով։ Հենց այսպիսի բացառապես դրական մեկնաբանություններ կարելի է գտնել Hello-Bit այսպես կոչված ներդրումային հարթակում։ Ինչու այսպես կոչված, որովհետև ժամանակը ցույց տվեց։ Հարթակը պատկանում է զեղծարարներին։ Hello-Bit-ը խոստանում էր ֆինանսական տրամաբանությունից դուրս եկամուտ, ներդրված գումարի 2%-ի չափով, այն էլ օրական։ Եվ ամենակարևորը, իր գործունեության սկզբնական շրջանում մարդկանց ծուղակը հրելու համար Hello-Bit-ը ոմանց վճարում էր։ Սովորաբար այդպիսի հարթակներում առաջին գրանցվողներ, առաջին 10-30-100 հոգին հնարավորություն են ստանում այդ գումարները դուրս բերելու, որպեսզի կարողանան ուրիշներին պատմել, վկայել եւ ուրիշները տեսնեն, ողջևորվեն, բայց ինչ որ պահից սկսած այդ հարթակները, քանի որ իրանք բրգաձև համակարգեր են, պիտի նոր եկողների գումարների հաշվին վերևում կանգնածները հարստանան եւ երբ սկսում են գումարները չհավաքվել բավարար քանակի, այդ բուրգը քանդվում է։ Hello-Bit-ը հերթական պիրամիդան է, այսինքն ներդրումային խաբեություն է, որը սկսվում է նրանից, որ մարդկանց ներգրավում են ինչ-որ process-ում, առաջարկում են ինչ-որ հեշտ գումար վաստակել, ինչ-որ գումարներ դնել, կամ այսպիսի տարբեր հարթակներ կար, օրինակ, որ հեծանիվ էիր առնում իբր ներդրում էիր անում, որ հետո Երևանում հեծանվային ցանց պետք է կոտրեր։ Կա հարթակ, որ առաջարկում է Telegram-ում վիդեոներ նայել ու դրա դիմաց գումար ստանալ, երբ որ դուք սկսում եք այդ process-ի մեջ ներգրավել, բարձում է, որ պիտի համակարգին միանալու համար վճարումներ անեք, հետո բարձում է, որ պիտի ինչ-որ վիդեոներ, վիդեո 10 գրեք, գրանցվեք, սերտիֆիկացվեք, որպեսզի կարողանաք օգտվել, հետո սկսում են ձեզ համար շուտ թվեր նկարել, հա, то есть դուք մտնում եք ինչ-որ վեբկայք, տեսնում եք, որ այնտեղ ձեր հաշվին գումարներ են կուտակվում, աճում են եւ երբ սկսում եք այդ գումարը մտածում եք դուրս բերելու մասին, այդտեղ սկսվում են խնդիրները։ Hello-Bit-ը Իրանից ինչ-որ մի բան չի ներկայացնում, դա պարզապես ընդհանուր AI-ով ստեղծված հարթակ է, որը հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական, ինչպես նաև ամենակարևորը բջջային հեռախոսահամարը։ Սայթը ամբողջությամբ կեղծ է, եթե ուշադրություն դարձնենք, չկա application տարբերակ, որովհետև երբ որ դա տեղադրվում է App Store-ի կամ Google-ի պաշտոնական կայքերում, իրանք պարտադիր անցնում են նույնականացում, եթե ընկերություն է, ուրեմն ընկերության նույնականացում, եւ այստեղից նաեւ մեկ տարբերակ, որ կարող ենք մենք հասկանալ, որ ինքը կեղծ է, որի դեպքում, եթե մենք նայում ենք, հենց ստեղծված է Hello-Bit Armenia.com անունով, այսինքն ամբողջությամբ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար է ստեղծված, որտեղ եթե ուշադիր ենք լինում Armenia դոմենային անվան վրա կա Armenia եւ ամբողջովին ինքը հայերեն է, ուսումնասիրության եթե գալիս ենք, տեսնում ենք, որ թարգմանությունները այդքան էլ լավ թարգմանված չեն, ինչպես նաև առկա են տարբեր սիմվոլներ։ Առաջարկում են գումար դնել, խոստանում են, որ այդ հարթակի ներսում ձեր գումարը կսկսի աշխատել, թվեր ցույց տալ եւ հետո երբ բանը հասնում է գումարը արտածելու բան, այդտեղ խնդիրներ են սկսվում։ Բանկային փոխանցումներով են լինում, մենք դեպքեր ենք նաև տեսել, երբ որ առաջարկում են սարքել կրիպտո եւ կրիպտոն ուղարկել, եւ այստեղ է, որ մենք քիչ թե շատ հնարավորություններ ենք ունենալու խոսելու այն մասին, թե ինչ կարող էին անել ֆինանսական կառույցները, որպեսզի մարդկանց գումարները կանգնեցնեին գումարների հոսքը դեպի այդպիսի հարթակներ։ Այսպես հարթակ աշխատում, երբ որ օգտատերը գրանցվում է այդտեղ, դառնում է առաջի փուլի զոհ, որ իր տվյալները տվեց։ Երկրորդ տարբերակում արդեն հանցագործները կապ են հաստատում զոհի հետ եւ ներշնչում են, որպեսզի ինքը կատարի ներդրումներ։ Ինչ ձևով են կապ հաստատում։ Կարա լինի բջջային համարով,
եւ երկրորդ տարբերակը արդեն Messenger-ային տարբերակով, դա կլինի WhatsApp, Viber, Telegram, այսինքն իրենք փնտրում են, տեսնում են։ Բայց մինչև կապ հաստատելու ուսումնասիրություն է իրականացվում տվյալ անձի նկատմամբ, ուսումնասիրում են իրենց պրոֆիլները, Facebook-յան, Instagram-յան, հասկանալու համար տվյալ անձը իրենց նպատակներին համապատասխանում է թե չէ, այսինքն ինչ ֆինանսական տիպի հնարավորություններ ունի, եւ եթե տեսնում են օրինակ բարձր տարիքով օրինակ անձ է, ասենք տատիկ է, պապիկ է, իրենք արդեն թիրախավորում են քարտային տարբերակով վճարումները։ Ունենք չեկեր ամբողջությամբ, որը մուծել ենք բանկերով, որ խաբել են, որ ֆրանսիական բանկն է տրամադրում 0.3 տոկոսով վարկեր, մուծումներն արեք, այսքան, ինչ ասել են, արել ենք, ու տենց կորել են Facebook-ից, անհայտացել են, չեն վճարել։ Հայով դիմել եմ, ԱԱՑ եմ դիմեմ մի տարի տարամբերին, հետո ասին դե չենք կարողանում բռնել այդ հանցախումբը, երբ որ կբռնենք տեղյակ կպահենք։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ եկե ու ոչ մի պատասխան, ոչ մի դրական բան։ Հետո դիմել ենք մեր Արարատ քաղաքի ոստիկանության քննչականին, գործ են հարուցել, մի տարի էլ այդտեղ ենք սպասել, ասին միևնույնն է ձեր գումարները հետ չեն վճարի, դուք $5,000։ Ոգևորված ստաբիլ եւ պասիվ եկամուտով շատ քաղաքացիներ սկսեցին վաճառել իրենց ունեցվածքը կամ պարտքով գումար վերցնել, ավելի մեծ ներդրում կատարելու համար, ավելի մեծ եկամտի ակնկալիքով իհարկե։ Իսկ այլ մարդկանց ներգրավելու դիմաց զեղծարարները խոստանում էին ավելյալ տոկոսներ։ Երկրորդ փուլը երբ որ արդեն անցնում է կապ հաստատելուց հետո նրան ասում է որ փոքրիկ գումար վճարիր, օրինակ դա կարող է լինել 10,000 դրամ եւ դու ներդրում ես իրականացնում քո ապագայի, քո թորնիկների, քո երեխաների համար, այսինքն այստեղ նաեւ աշխատում է հոգեբանական ուղեղի վրա ազդեցությունը, ներգործություն են ունենում ուղեղի վրա, որպեսզի շեշտում են, իսկ այդտեղ բառերը, որոնք իրանք այսպես բառախաղեր են, ապագայի համար, թորնիկների համար են, որից հետո տատիկը կամ այն անձը, որ թիրախ է, ոգևորվում է եւ ասում է 10,000 դրամը մեծ գումար չի իր համար, ես կարող եմ վճարում իրականացնել եւ ի սկզբանե հենց սկզբից իրենք առաջարկում են փոքր գումար, որտեղ մեծ գումարի դեպքում ռիսկերը ավելի մեծ է, որից հետո երբ որ վճարվում է, կեղծ սայթում իրեն արդեն ունի օգտահաշիվ ուղարկում են հասցեն, որ տես մուտ գործիր, տես դու արդեն ներդրումից ունես որոշակի տոկոսներ եւ կարա մի անգամից ոգևորելու համար լինի օրինակ 30,000 դրամ, որից հետո արդեն փուլային աշխատում են տվյալ զոհի վրա, ասում են տես դու արդեն 30,000 գումար ունես, արի ավելացրու գումարդ, որպեսզի դու ավելի մեծ շահույթ ունենաս։ Միայն այն ժամանակ հասկացա, որ խաբում են, որ վերջում ինձ առաջարկեցին, որ $1,200 վճարեք ձեր մի տարվա վարկի մարումը, որպեսզի մենք հավատանք, որ դուք չեք խաբի, վարկը ստանալուց մուծումները կանեք։ Նոր հասկացա, որ ոնց ես հələ վարկ չեմ ստացել, ինչ մի տարվա մարում մուծեմ, դուք հələ վարկը չեք տրամադրել, դուք ասում եք մի տարվա մարումը մուծեք $1,200։ Ու տեղից, որ մի քիչ վիճաբանության մեջ մտա վիրավորեցի, իրանք սայթից կորան, Facebook-ը սկոտրել էին, ճիշտն ասած, ու տենց էլ ոչ գրեցին, ոչ պատասխանեցին, ոչ էլ։ Առհասարակ այդպիսի հարթակներից պետք է մարդը հեռու մնա, որովհետև այդպիսի արագ փող աշխատելու հնարավորությունը ուղղակի չեն կարող գոյություն ունենալ։ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում ինչքան այսօր 6.5-7% այդպիսի մի բան պիտի լինի։ Բանկերը, եթե դու գումար ես ներդնում Հայաստանում, դրամ կամ պարպետական պարտատոմսեր, լավագույն դեպքում, եթե դա դրամով է 10-10.5% է։ Բիզնեսի ռիսկային ինչ-որ գործերի մեջ կամ բաժնետոմսերի մեջ տնելուց 15% կարող լինի, այսինքն տարեկան լավագույն հաջողական ներդրումային դեպքերում լինում է ամսական 1%, օրական 1%-ը դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև պիտի հասկանանք, որ ինչ պիտի անես, որպեսզի այդ գումարը այդքան աճի։ Վճարումները իրականացվում է ոչ թե անմիջապես քարտային տարբերակով, նրան տալիս են մի դրամապանակ, կեղծ, որը ասում է սա քո դրամապանակն է, հետո քարտդ կկցես, կանես, բայց դա ամբողջովին կեղծ է, ուղարկում են օրինակ 40,000 դրամ մնացած գումարներն էլ որպես
բոնուս, որից հետո նա ողջևորվում է եւ այդ ընթացքում չի մտածում, որ մի հատ փորձի գումարը հանի, տեսնի դա իրականում դուրս գալիս է թե չէ, ավելացնում է հաջորդ գումարը, ասում է, տես ավելի շատ, եթե ուզում ես ներդրումներ ունենաս, տոկոս ավելի մեծ լինի, արի գնա առաջ եւ ավելի մեծ գումարներ ներդրում իրականացրու եւ այստեղ արդեն երբ որ տվյալ անձը չունի գումար, բայց քանի որ գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, նաև մոլորության մեջ, մանիպուլյացիաների մեջ, գնում է վարկ է վերցնում իր անունով, դա կարող լինի $1000, $5000 եւ ավելին։ Դա իրական կիբերհանցագործություն չէ, մենք գործում ենք ֆինանսական հանցագործության, ֆինանսական մեքենայությունների հետ, որոնք ուղղակի արվել են էլեկտրոնային հարթակներով։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ կիբերհանցագործության դեպքում դու ունես կոնկրետ գործողություն, կոտրել են ինչ-որ համակարգ, ինչ-որ տեղ անվտանգության թերություն է եղել եւ կա հնարավորություն կիբերգործիքների միջոցով օրինակ ապացուցել, որ մեղքը մարդունը չէ, մեղքը խափողինը չէ, այլ հարթակի խոցելիության հետևանքով է դա տեղի ունեցել եւ կա հնարավորություն ասելու, որ քանի որ հարթակը, չգիտեմ, տվել է օրինակ այսինչ բանկը ինքը լավ չի սարքել, գուցե հնարավորություն կա մեղքը բողոքարկել եւ գումարները հետ վերադարձնել, բայց երբ գործ ունենք խարդախության հետ, հա, երբ որ փաստացի դուք ձեր գումարը ձեր ձեռքով տվել եք անհասկանալի է թե ում, այստեղ մենք ոչինչ չենք կարող անել, հա, եւ այստեղ պիտի արդեն դիմեն ոստիկանությանը, խաբեության հոդվածով, ֆինանսական մեքենայությունների հոդվածով ինչ-որ գործեր հարուցելու, որպեսզի եթե տվյալ հանցավոր շղթան բացահայտվի այդ ժամանակ գուցե հնարավոր լինի գումարների ինչ-որ մի մասը վերականգնել։ Քննչական կոմիտեի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է կիբերհանցագործություններից տուժած անձանց իրավունքները։ Այդ համատեքստում վարույթ իրականացնող մարմինը իրականացնում է համապատասխան ապացուցողական եւ այլ վարույթային գործողությունները հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, այդ թվում նաեւ հանցագործությունից տուժած անձանց իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Բազմիցս դիմումներ եմ գրել, վերջի անգամ ես զանգահարել եմ քննիչին, չի պատասխանել, 10 անգամ զանգահարել եմ, որովհետև ինձ մոտ հայտնվեց տեղեկություն, որ ինձ խափողը Հայաստանում է, Երևան Սիթիում է, պատահական գրպանի մեջ հեռախոսը միացել է։ Կապեր կա հայ մարդկանց հետ, այսինքն նաև կան հայ հանցագործներ, իհարկե շատերը դրա մասին չեն խոսում, բայց Հայաստանում, ինչպես ես վերջում, եթե տեղյակ եք, բացահայտվեց նման մեծ համակարգչային կազմակերպություն, որտեղ ամբողջը աշխատում են եւ չի բացառվում, ես որպես մասնագետ նշում եմ, որ ելի կա նման հաստատություններ, որոնք անմիջապես կապ են հաստատում եւ խնդրում են, որ նորից վճարումներ անի։ Թեպետ մեքենայությունների հետևանքով տուժած քաղաքացիները իրավապահներին բազմաթիվ հաղորդումներ են ներկայացրել, Hello-Bit-ի կայքը դեռ հասանելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Որտեղ է գրանցված կայքը, ովքեր են կանգնած կայքի հետևում։ Ինքը com-ով է գրանցված, com domain-ով, եթե AM տիրույթում լիներ, հայկական AM կամ հայ տիրույթներում լիներ, կար հնարավորություն դիմել ISOC Armenia-ին, հայաստանյան դոմեյններ կառավարող հարթակին կարելի էր դիմել եւ խնդրել դիտարկել կայքը փակելու հնարավորությունը։ Com հարթակով բազմաթիվ օպերատորներ կան, կա հնարավորություն դիմել, ասել, որ սա խաբեություն է, խնդրում ենք փակել, բայց անցյալի փորձը ոչ մի լավ բան չի ուշում, ես այդպիսի դեպքերով դիմել եմ անհատական ինչ-որ խնդիրներով կոնկրետ մարդու եւ որևէ հաջողության չենք հասել, որտեղ եթե մի քանի իրար հակասող օրենսդրություններ կան, այսինքն մի կողմից դուք ասում եք, որ սա խաբեություն է, մյուս կողմից այնտեղ առաջ է գալիս արտահայտման ազատության, խոսքի ազատության սահմանափակումների թեմաներ, հասկանալի չի թե դա ինչ օրենսդրական դաշտում է, պրովայդերով է, կարելի է փորձել գտնել ինչ-որ բաներ, բայց ձևեր կան խնամքով դրանք թաքցնելու եւ այո, սովորաբար դրան հաջողության հասնելու հավանականություն բավական ցածր է, եթե դուք պետական մակարդակով չեք դիմում, եթե ոստիկանությունը դրանով չի զբաղվում։ Ինչու է մինչև հիմա այդ դոմենային տիրույթը անունը չեմ ուզում ասել, որ մարդիկ չմտնեն նորից խափնվեն, ինչու է մինչև հիմա գործում։ Երբ որ արդեն բազմաթիվ գործեր են կազմվել, մեղադրյալներ նաև կան,
ինչու Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները այդ տիրույթը չեն փակում։ Ես շատ կուզենայի օրինակ այդ հարցը ստանալ։ Եվ էլի նման շատ հարթակներ կա, որ վարկյանների ընթացքում կարելի է դադարեցնել։ Երբ որ եթե հիշում ենք պատերազմի ժամանակ կարճատև ժամանակում TikTok հարթակը սահմանափակվեց, ինչպես նաև մի շարք հարթակներ փակվեցին, այսինքն մենք տեսնում ենք, որ այդ հնարավորությունը կա եւ այս պարագայում իմ համար հարցական է որպես մասնագետ, ինչու այդ աշխատանքը հիմա չի արվում, երբ որ հազարավոր մարդիկ նորից խափնվում են։ Ոչ մի իրականում Հենրի Ջոնսոն չկա, ոչ մի իրականում investment group չկա, որովհետեւ ես այդ մինչև փակվելը 1 ամիս առաջ գրել է Հենրի Ջոնսոն կոչվեց ալին, ուզում եմ համոզվել ինքը, ասենք, արտերկրի մարդ կամ հայական ով է, որովհետև այդ հայկական լեքսիկոնից այդ ասելու ձևը որ ասեցի փակվում է հելոբիթը, sense լուրեր կա, բայց իրականում չէր փակվում։ Ինքը գրեց մի անգամ այն հայկական ձևով, թե էտով է ասում այտենց բան, այսինքն ոչ պերևոչիկը, ոչ արտասահմանի հայը, ոչ տեղի, ասենք, այդ արտերկրի օտար ազգի մարդը չէր կարա այտենց գրել։ Սա շատ մեծ համակարգ է, որը չի կարող մեկ հոգին ղեկավարել, որովհետև եթե նայում ենք ամբողջ process-ը, ստեղծվել է կայք ստեղծելու համար բնականաբար պետք են մասնագետներ, իսկ մասնագետները իրենք ընտրում են այնպիսի մասնագետներ, որպիսի իրենց աջակցի եւ մասնագետը ստեղծելու ժամանակ ինքը տեսնում է ինչ դոմեյնում է գրանցվում, սերվերային կարգավորումներ կա, հասանելիություններ կա, նաև այդ տիրույթը գրանցվում է, գրանցումները բոլորը անուն ազգանուն տվյալներով գրանցվում են։ Այսինքն, որից հետո կապ հաստատել, կարելի ասել, որ այստեղ աշխատում են մի 4 փուլային մասնագետներ, IT ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, զանգերի նաև կենտրոն է աշխատում եւ հայերեն խոսելու համար, պարզ հայերեն խոսելու համար, բաշխ խոսելու համար բնականաբար իրենց աջակիցներ են պետք։ Պարզ է, որ իրավահամակարգը ունի գործիքակազմ ստուգելու, որտեղից են զանգեր եկել, մանավանդ եթե դրանք եկել են սովորական քաղաքային հեռախոսահամարներով։ Ում հետ են փոխկապակցված, եթե զանգերը եղել են ինչ-որ WhatsApp-ներով եւ այլով, միևնույնն է, իրավահամակարգը կարող է գործ հարուցել եւ դիմել Meta-ին, հա, WhatsApp-ին, չգիտեմ, փորձել այնտեղից տվյալներ ստանալ, եթե օրինակ WhatsApp-ով է եղել։ Ամեն դեպքում էլի պիտի հասկանանք, որ այդքան էլ ամեն ինչ պարզ չի, որտեվ եթե այսքան այս ծավալի process-ներ են արել, հավանաբար այդ հանցագործները բավական լավ տիրապետում են իրենց հետքերը թաքցնելու գործիքակազմին։ Վերջին շրջանում Հայաստանում ակնհայտորեն ավելացել է կիբերհանցագործությունների թիվը, հատկապես ֆինանսական գծով։ Թիրախում այն մարդիկ են, ովքեր իրենց ֆինանսական խնդիրները լուծելու այլ ճանապարհ չեն գտնում։ Իրավապանների պարտականությունն է քաղաքացուն պաշտպանել ոչ միայն փողոցում, այլև այն ժամանակ, երբ քաղաքացին տանն է, համակարգչի դիմաց, համացանցում։ Քաղաքացիները մեծ պատառ են հանցագործների համար, ինչու է այդպես, որովհետև բազմաթիվ խաբեությունների երբ որ զոհ են դառնում եւ ուտում են խայծերը, այսպես ասված, նոր մեթոդիկաներ են մշակում հանցագործները եւ սկսում են ավելի թիրախավորել եւ ավելի կատարելագործել։ Այսօր ամեն ինչ հնարավոր է բացահայտել։ Ամեն ինչ հնարավոր է։ Ավելին ասեմ, 8 տարի առաջ ես մի հանցագործության թիմ է բացահայտել ամբողջ սխեմաներով, նկարներով, տվյալներով, անուններով, որից հետո տրվեց ոստիկանությանը, բայց առ այսօր ոչ մի գործողություն չի իրականացվում։ Բիրմայում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, հա, այս երկրներում կան բազմաթիվ զանգերի կենտրոններ, այսպես կոչված, որտեղ 100 հազարավոր մարդիկ են աշխատում, ովքեր զբաղվում են մեքենայությունների, խաբեությունների սխեմաներ ստեղծելով։ Կան ինչ-որ մի շերտ օգտատերերի առաջի գրանցվողներ, ովքեր ռեալ գումարներ են աշխատում եւ բնական է, որ այդ ռեալ փողեր աշխատող մարդիկ չեն ուզում իրենց եկամտի աղբյուրից զրկվել եւ կարող են սպառնալ, բողոքել, դժգոհել, եթե ինչ-որ մեկը փորձում է իրենց, այսպես կոչված, եկամտից զրկել։ Նոր ալիք է գալիս, դա գալիս է Նիգերիայից, էլի մի փոքրիկ հանցավոր խումբ, որ կինը իբր ինքը ունի քասկեղ խնդիր ունի եւ դրա համար ցանկանում էր ամբողջ ունեցվածքը կամ ունեցվածքի ինչ-որ մաս տալ բարի մարդկանց, որից հետո էլի կապ են հաստատում, ասում է դու փաստաբանիս հետ կունենաս կապի մեջ կլինես եւ այդ process-ը թղթաբանությունը կլինի, որից հետո դու գումար պետք է ստանաս։ Բայց ինչ են անում, ասում է
դու միանգամից գումարը չես ստանալու, որտեվ տիրուհիս չի վստահում քեզ եւ չի վստահում ինձ, դու պետքա մի $100 ինձ ուղարկես, որպիսի նա վստահի։ Դե այդ $100 ասվածը ճակերտավոր հետո դառնում է $1000 եւ այդպես շարունակ։ Թե ֆինանսական բուրգի փլուզման արդյունքում որքան գումար են կորցրել քաղաքացիները, նույնիսկ վիճակագրություն չկա։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի հարթակներում ներդրումներ անելուց։ Իսկ ինչ պիտի անեն մի քանի 100-ից մինչև 4-0-ով քամուն ներդրում կատարած քաղաքացիները։ Արդյոք կան գումարի հետ վերադարձի մշակված մեխանիզմներ։ $1000 եմ կորցրել, ճիշտ է, ես վարկեր ունեի, ընտանիքս մահացավ, այդ վարկեր ունեի։ Իրանք այս բերեցին այդտեղ, հիմա վարկերս ավելի շատացավ։ Եթե մարդը $10,000 գումար է դնում, չէ, այդտեղ, այսինքն այդ տվյալ պահին, ով որ հրավիրել այդ մարդուն, իր հաշվի վրա նստում է $1000 այդ դեպքում, $800։ Այսինքն ինքը այդ պահին կարողանում է կանխել, ասեն թե հետո ուրիշի հետ ինչ կլինի, արդեն դա իրանց հետաքրքիր չի։ Այսինքն մեծ գումարների հետ գործ ունեն։ Քանի որ մեր ոլորտ, մեր տիրույթը չէ, մենք ուղղորդում ենք մարդկանց ոստիկանություն, ենթադրում ենք, որ եթե դուժորների որոշակի քանակ է լինում եւ պարբերաբար բացահայտվում են այսպիսի զանգերի կենտրոններ, տարածել նորերսել Հայաստանում էր նման զանգերի կենտրոն բացահայտվել, որը ենթադրաբար այլ երկրների դեմ էր աշխատում, որտեղ սովորաբար ընդունված է, որ այդ զանգերի կենտրոնը իր երկրի ներսում չի գործում, իր երկրի քաղաքացիների դեմ չի գործում։ Վրաստանում կար զանգերի կենտրոն չեզոքացվեց, դա հայերի դեմ էր աշխատում, այսպիսի ինչ-որ մեխանիզմներ կան։ Եվ ինչ է կատարվում, երբ որ նման խոշոր զանգերի կենտրոն որևէ երկրում բացահայտվում է եւ բռնագրավում են իրենցից եկամուտներ, կա փոքր հավանականություն, որ եթե այդ ուղղությամբ դուք դիմում եք տվելու ոստիկանությունը մեր այդ մասին հայտ է ներկայացել, այդ գումարների ինչ որ մի մաս վերականգնվի։ Ես իրականում չեմ լսել երբևէ, որ այդպիսի բան լինի, տեխնիկապես շատ հիպոթետիկ կա տեսական հավանականություն։ Դու գնացել ես, մտել ես այդ գործարքների մեջ, քեզ բազմաթիվ անգամ ամբողջ Facebook-ով նշում են, որ խաբեություն է դա, նաև ասում են դու շարունակում ես նորից խաբնվել, հետո պահանջում ես, որ քո գումարները հետ տան, բայց այդ գումարները ոչ մեկ հետ չեն տալու եւ ոչ մի տարբերակ չկա։ Չկա նման ինչ որ քայլ կամ գործարք, որը եղել է ժամանակին խաբեության, որ բացահայտվել այդ գումարները հետ են տվել։ Մեխանիզմ չկա։ Հա, չկա, չի կարող։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդ ռեսուրսը, որ օրինակ կանխի Նիգերիայում օրինակ այդ հանցագործությունների սխեմաները։ Ամեն դեպքում ճիշտը դա գոնե այդ մասին տեղեկացնելն է եւ հետո ոստիկանությունը ունի որոշակի գործիքակազմ, իրենք կարող են օրինակ կենտրոնական բանկին հորդորել հայտարարություն տարածել եւ մենք տեսել ենք օրերս կենտրոնական բանկը հերթական հայտարարություններ տարածել մի քանի այդպիսի հարթակների մասին, նշելով որ դրանք կեղծ են եւ իրական ներդրումային հարթակներ չեն, եւ նաեւ երկրի ներսում օպերատիվ գործողություններ կարող են անել գոնե հանցակիցներին բացահայտելու եւ պատժելու եւ process-ը կասեցնելու ուղղությամբ։ Որոնք են այն նախանշանները, որ եկամուտ առաջարկող այս կամ այն կայքը ձեզ վերջում չի թողնի պարտքերի մեջ, կամ ձեր կատարած օնլայն աշխատանքի դիմաց ձեզ կվճարի իրական թղթադրամներով։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել համացանցի սարդոստայնում չխճճվելու համար։ Երբ ֆիզիկական շփումը փոխարինվում է օնլայն հաղորդակցմամբ, նկատելի չեն դառնում քեզ խաբող աչքերը, մատները, մի խոսքով ժեստերը։ Քաղաքացիները Facebook-ում գովազդ են տեսում, դրանով դիմում են ինչ-որ ներդրումային խարտախության, հետո տուժվում են, հետո Facebook-ում մեկ այլ գովազդ են տեսնում, որտեղ ինչ-որ իրավաբան խոստանում է իրենց օգնել, այդ իրավաբանին են գումար տալիս, որպեսզի այդ իրավաբանը իբր գումարները հետ բերի։ Իրականում այդ դրանք, այդ բոլոր գովազդային ցիկլերը նույն խաբեության շղթայի մասն են կազմում։ Քաղաքացին պիտի հասկանա, որ գումար աշխատում են ծանր աշխատանքով։ Քաղաքացին պիտի հասկանա, որ այդպիսի հեքիաթային բաներ չեն լինում, հա։ Քաղաքացին պիտի հասկանա, որ եթե քո երկրում կա հստակ վերաֆինանսավորման տոկոսադրույք, բանկային տոկոսադրույք եւ այլն, կան գործիքներ, կենտրոնական բանկում կա հրապարակված ցուցակ, կազմակերպություններ, որոնք իրավունք ունեն երկրի տարածքում գործել, եւ եթե այդ ցուցակում չկա տվյալ կազմակերպությունը, որ ձեզ ներդրումային հեքիաթներ է պատմում, հավանաբար դա ինչ-որ մի պիրամիդա է կամ հարթակ։ Չի լինում, այսինքն անվճար բաները լինում է թակարդում։ Պետք է մեր ժողովուրդը հասկանա ումն է դիմում։ Հիմա այնի ամեն ինչը, երբ որ իրանք մի հատ գնում են իրականացնում ցանկացած խանութից, նայում են կարծիքները, այդ ապրանքը որակյալ է, որակյալ չի,
Ինչու՞ չէ նայում օրինակ սա տեսնել այդ ընկերությունը առհասարակ գրանցված է, ունի տվյալները, կայքում բացառապես տվյալներ չկան, այնտեղ ինչ-որ մի հատ մեյլ է տրված, մի հատ ինչ-որ հասի է նշված, ոչ մի տվյալ չկա։ Քաղաքացին պետք է նախ զգուշ լինի, ուշադիր լինի, առաջին կետում իր բանկային տվյալները եւ անձնական տվյալները ոչ մեկին պետք է չհայտնի, որից հետո երբ որ անգամ եթե տրվել է իր անձնական տվյալները ինչ-որ ընկերության, պետք է կատարի փոփոխություն։ Օրինակ, եթե բանկային քարտի տվյալները փոխանցել, պետք է կատարի փոփոխություն։ Բանկային քարտի տվյալներում ուղարկելուց հետո, երբ որ կատարվում է նույնականացում, շատ դեպքերում իրենք այդ քառանիշ թիվն են փոխանցում հանցագործին, պարզապես պետք է չանցնել հղումներով եւ ուզում եմ ասել, որ այսօր չկա ինչ-որ մի բան, որ դու կարող ես շատ արագ հարստանալ, ինչպես նաեւ 0.3%-ով ստանալ վարկեր, ներդրումներ, այսպիսի Քաղաքացին պիտի նման ցանկացած սխեմայի ԻՊՆ մոտենա որպես կասկածելի եւ սուտ։ Անցած շաբաթ նաեւ զեկույց հրապարակվեց այն մասին, որ Մետան Facebook-ի ընկերությունը իրականում տեղյակ է, որ ցանցում հսկայական ծավալի խաբեություններ, fake սխեմաներ, ներդրումային ցանցեր են գործում, բայց դրանք չի կասեցնում, որովհետեւ դրանք իր եկամտի շոշափելի մասն են կազմում։ Կասկածելի օնլայն հարթակներին գումար թողնելուց առաջ արժե, որ ինքներդ ձեզ հարց տաք։ Իսկ վստահում եք դուք ոստիկանությանը եւ արտարադատությանը։ Չէ՞ որ խաբեբաների ձեռքն ընկնելու պարագայում օգնության եք դիմելու ոչ թե ձեր ամրակազմ ընկերոջը, այլ իրավապահներին։